Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու Ես եմ շնորհակալ։ Տիկին Կարապետյան, առավոտը սկսվեց Շիրակի թեմի առաջնորդարան քաղաքացիական հանգստով իրավապահների ներխուժմամբ, այնտեղ հավաքվել էին նաև քաղաքացիներ, առհասարակ ձեզ համար հասկանալի այս իշխանությունների վերջո որևէ կարմիր գիծ ունեն, թե արդեն բոլոր կարմիր գծերը հատելով գնում են առաջ։ Ես շատ մեծ ցավով արձանագրում եմ, որ դեռ 18 թվականից արած բոլոր կանխատեսումները իրականանում են, ուղղակի հերթականությունն է փոփոխվում կամ ըստ առաջնահերթության մեկ հարցը առաջ է բերվում, մեկը թողնվում է հետոյի վրա։ Այս իշխանության օրակարգն է ազգային ամեն ինչը քանդելը, դա կլինի ընտանիք, դա կլինի հոգեկերտվածք, դա կլինի եկեղեցի, դրոշ, զինանշան, ամեն ինչ։ Ցավալի է, որ այս մասին խոսվել է բազմիցս, առավել եւս ցավալի է, որ մենք այսօր ականատեսն ենք եւ այս պահին ապրում ենք ամոթի եւ անզորության սուր զգացումներ եւ տեսեք ամեն ինչ չի սկսվել, չէ, երեք այդ խայտառակությունները, որոնք եկեղեցու հանդեպ գլուխ են բարձրացվել, ժամանակ առ ժամանակ ավելի թեժացել են, հետո կարծես մոռացվել են, թեժացել են, մոռացվել են։ Բայց այսպիսի ձևով, այսպիսի բառապաշարով ու գործողություններով դեռևս սա ամոթ է միջազգային մամուլում, միջազգային լուրջ կազմակերպություններում մենք այլևս ոչ թե հեղինակություն չունենք, մենք այլևս խուլիգանապետության տպավորություն ենք թողնում, եւ եթե գոնե մենք քաղաքացիներս չկարողանանք պաշտպանենք մեր ինքնությունը, մենք հասել ենք դրան։ Մենք մոռացվելու ենք պատմության ճիրաններում, ուղղակի մոռացվելու ենք։ Տեսեք, եկել են ներխուժել են Շիրակի առաջնորդարան, հա, Շիրակի թեմի առաջնորդարան, ինչ են փնտրում առաջնորդարանում։ Եթե Միքայել arczepiskopos Աջապահյանին առաջադրված է մեղադրանք, որ նա կոչեր է անում իշխանության դեմ, ինչ կոչերը գրի է առել, իրենք փորձում են դարակներում գտնել այդ կոչերը, ինչ պետք է լինի առաջնորդարանում, որը հետաքրքրելու է այդ քրեական գործի շրջանակներում։ Սա ուղղակի շոու է, ու սա ամոթալի շոու է։ Դիմակավորված անձինք ներսում են, դրսում կանգնած են արդեն քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ես հույս ունեմ, որ մի տեսակ անտրամադիր էին, թե չափից դուրս լուրջ էին, ամոթից դրդված։ Ես միայն դա եմ ուզում ենթադրություն անել, այլապես որևէ կերպով չեմ հասկանում, ոնց կարող է հայ մարդ, քրիստոնյա մարդ հանգիստ թույլ տա այս վերաբերմունքը մայր աթոռի, մեր Սուրբ եկեղեցու հանդեպ, չէ՞ որ ի վերջո, երբ որ մենք նայում ենք եւ կտրվում ենք անձերից, եկեղեցին է եղել հենց այն միակ փարոսը, որի շուրջ պահպանվել ենք մենք։ Մենք եղել է ժամանակաշրջան չենք ունեցել պետություն եւ պետականություն, նոր բան չեմ ասում, բայց եկեղեցու շնորհիվ մենք մնացել ենք կանգուն։ Նայում ենք Սփյուռքի օրինակներին, հա, այն երկրներում, որտեղ եկեղեցին ուժեղ է, գաղթօջախը ուժեղ է, երեխաները խոսում են հայերեն, կան կիրակնորյա դպրոցներ, այսինքն հայկական ինքնությունը պահպանված է, այն երկրներում, որտեղ եկեղեցին ավելի թույլ է կամ չկա, հայերը մեծամասամբ արդեն միախառնված են եւ չեն եղել։ Հիմա նույնը արվում է մեր մայր հողի վրա, նույնը փորձում են մեզ, երևի թե այս տարածաշրջանում խաչասերել, մոռացության մատնել, դարձնել ինչ-որ մի կովկասյան ազգ, այլ բացատրություն ես պարզապես չեմ Փաշազադեի կողմից հստակ գնահատականները հնչել են, նույն գնահատականները գրեթե նույնությամբ շարունակում են Հայաստանի իշխանությունները։ Տեսեք, միայն Փաշազադեն չէ, անցած տարվա սրբազան պայքարի բարձր ալիքի ժամանակ ադրբեջանցի վերլուծաբանը անվանում է Բագրատ Սրբազանին տերորիստ, ասում է, որ տեսել է Բագրատ Սրբազանին ազատագրական պայքարի ժամանակ դաշնակցական ջոկատներում եւ մի քանի անգամ իր խոսքում անվանում է տերորիստ։ Մեկ տարի անց ինչ որ շատ զարմանալի զուգադիպությամբ Բագրատ Սրբազանին հոգևորական մարդուն, arczepiskoposի աստիճանին հասած մարդուն մեղադրում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ։ Թե եթե կարողանում են Արևմտյան-Ադրբեջան կեղծ թեզը համարժեք դարձնել Արևմտյան Հայաստանին, հետո արտգործնախարարությունը խորը հիասթափություն է հայտնում, որ իսլամական պետության այդ համաժողովում
բանաձև է ընդունվել հօգուտ Ադրբեջանի, ապա էլ ինչ սպասել է իշխանություններից։ Երևի իրենք զարմացել են, երևի չունեն ներքին խողովակներ, երևի դիվանագիտական ճանապարհներով նախապես չէին կարողացել իմանալ։ Իրենք են համարժեք դարձնում այդ բնականաբար, տեսեք, ցանկացած հարց, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, դա գոնե մեր իշխանության տարիներին եղել է եւ ցանկացած նորմալ երկրում դա այդպես է։ Եթե քո երկրի մասին ընդունվում է ինչ-որ հայտարարություն, թուղթ, զեկույց, ցանկացած մի նախադասություն, ներքին դիվանագիտական խողովակներով դու միշտ նախապես իմանում ես այդ մասին եւ փորձում ես աշխատել դրա դեմ։ Ես չեմ կարծում, որ նրանք մեծ զարմանք են ապրել, երբ այդ իսլամական կազմակերպության հայտարարությունը տեսել են։ Դա մեկ, երկրորդը շատ տրամաբանական է այն, ինչ այսօր տեղի է ունենում, որովհետեւ 7 տարի է մեր իշխանությունները հլուհնազանդ կատարում են թուրքական պետությունների հանձնարարականները, սա փաստ է։ Հանրապետական խմբակցության պատգամավորները դեռ 2018-ին կարծես կանխատեսում էին ինչ է կատարվելու եւ հանդես եք եկել Հանրապետական խմբակցության պատգամավորներով ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապավելու մասին նախագծով ներկայացրել եք ազգային ժողովի քվեարկությանը, բնականաբար այդ ժամանակվա արդեն կառավարությունը փոխված էր, Նիկոլ Փաշինյանն էր իշխանության եւ ամեն ինչ արեցին, որպեսզի օրենքի նախագիծը չանցնի եւ Էդուարդ Շարմազանովը այդ ժամանակ հայտարարեց, որ դա անկախ Հայաստանի ամենախայտարակ քվեարկությունն է։ Զգալի մասը չէր քվեարկել կամ ձեռնպահ էին քվեարկել եւ ընդամենը 28 պատգամավոր էր կողմ քվեարկել։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչ էին ասում այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի պատգամավորները։ Լենա Նազարյանն այդ ժամանակ հղում էր անում Փաշինյանին, նշելով, թե կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանելու կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի պաշտպանություն իրականացնելու համար եւ օրենքով հատուկ արձագանքելու կարիք չկա։ Սասուն Միքայելյանը նշում էր, որ եթե վեհափառը չի կարողանում ժողովրդի մեջ շրջել, դա իր խնդիրն է, իսկ Ալեն Սիմոնյանը հետեւյալն էր ասել. մենք ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդից, եթե կային ինչ-որ մարդիկ, որոնք պետք է ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է։ Նման պարագայում միանշանակ է, որ որևէ բան չի կարող սպառնել։ Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանենք։ Այսինքն դուք այն ժամանակ արդեն զգում եք, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոսին հենց այս իշխանություններից պաշտպանել։ Տեսեք, դա վերջի սկիզբն էր։ Դա առաջին ցցուն օրինակն էր, որ մեր կանխատեսումները ցավոք գնում են ճիշտ ուղղությամբ եւ մեզ որևէ լավ բան չի սպասում այդ ամենից։ Շատ երևի ճակատագրի հեգնանքն է, որ նրանց բարերը շուռ է եկել հենց նրանց դեմ։ Այսօր Նիկոլ Փաշինյանը առանց հատուկ պահպանության եւ պաշտպանության չի կարողանում գեթ 2 մետր քայլել Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայրում, ինչ ամենայն հայոց ժողովրդից են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Տեսեք, հանրապետական պատգամավորները այդ քվեարկությունից առաջ արտահայտեցին մարգարեական մտքեր, ցավոք մարգարեական մտքեր, երբ նշվում էր իմ եւ իմ գործընկերների կողմից, որ մենք պաշտպանում ենք կաթողիկոսի ինստիտուտը, անկախ անձերից, անկախ որ պահին ով է հանդիսանում ամենայն հայոց հայրապետը սահմանադրությամբ բարձրաստիճան պաշտոնյա է եւ սահմանադրությամբ պետք է ֆիքսել նաեւ, որ նա օգտվում է այն բոլոր առավելություններից, ինչից օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաները եւ հայրապետի դիրքը, որը եւ սահմանադրությամբ ամրագրված է հայ առաքելական Սուրբ եկեղեցին, համարվում է բացառիկ։ Սահմանադրության մեջ այդ կետը գրելը հեշտ չի եղել եվրոպական երկրների այդ դեմոկրատական ալիքի շրջանակներում, բայց մենք կարողացել ենք պահպանել այն, ինչը մեզ է հատուկ։ Տեսեք, այն ժամանակ մեզ հակադարձում էին անհեթեթություններ եւ մեզ արդեն պարզ էր ինչ նպատակով եւ ինչ օրակարգով է եկել այդ խմբակը։ Եթե չեմ սխալվում, իմ գործընկերների կողմից հնչեցին նաև մտքեր, որ մենք կաթողիկոսին պաշտպանում ենք դրսից ֆինանսավորվող եւ հայ առաքելական եկեղեցու հետնորդ չհանդիսացող մի շարք մարդկանցից, ովքեր կատարում են հանձնարարություններ, ովքեր տարբեր աղանդների ներկայացուցիչներ են եւ ովքեր ունեն նպատակ թուլացնելու եկեղեցու դիրքերը։ Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մենք կանխատեսում էինք։ Այստեղ այդքան ես չեմ մեղադրում Փաշինյանական իշխանության այդ արտահայտումները, որքան մեղադրում եմ լռությունը եւ առավել եւս նրանց օրակարգի մեջ մտնելը հայ առաքելական եկեղեցու հետնորդների կողմից։
Նրանք չհասկացան պահի լրջությունը, նրանք չպատկերացրեցին ինչպիսի ճանապարհ ընտրեցին։ Ազգությամբ եզդի իմ գործընկեր Ռոստամ Մահմուդյանը կողմ քվեարկեց նախագծին։ Մարդ, ով չէր հանդիսանում Հայ առաքելական եկեղեցու հետնորդ, ազգությունից ելնելով, եւ մարդ, ով հասկանում էր պահի լրջությունը։ Դրա փոխարեն նույն հանրապետական խմբակցությունից падգամավորներ, ովքեր մեծ խանդավառությամբ մայիսի 8-ից ի վեր նետվել էին Նիկոլ Փաշինյանի գիրկը, նրանք միացան Փաշինյանական խմբին եւ քվեարկությունը տապալվեց։ Տեսեք, հիմա ես չեմ ուզում հերոսացնեմ հանրապետական խմբակցությանը եւ ինչ որ ցեղ շպրտեմ մյուս իմ գործընկերների վրա, բայց այս պահին կատարվում է լրիվ նույնը։ Պետք է լրջանալ, պետք է հասկանալ, որ ժամանակը չէ նեղ անձնական կամ նեղ քաղաքական կամ սեփական քաղաքական նախասիրությունների հետևից ընկնելու, կա մեծ օրակարգ ու կա մեծ վտանգ։ Մենք տեսնում ենք ինչպես է վարվում Նիկոլ Փաշինյանը առանձնացված իրեն խանգարող, խոչընդոտող ընդդիմադիր կառույցների հետ եւ ընդհանրապես պետք է միավորում։ Այս պահին օրակարգում դրված է իմպիչմենտի հարցը, սահմանադրական ճանապարհով առանց որևէ օրենքի խախտումի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը։ Այս օրակարգի շուրջ պետք է միավորվել, պետք է սկսել քննարկումներ, պետք է գնալ միասնական օրակարգով։ Մինչ իմպիչմենտին անդրադառնալը, ես ուզում եմ հետ գնանք դարձյալ 2018 նոյեմբերի 16, երբ որ քվեարկության օրն էր ու չընդունվեց նախագիծը, այդ ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը էլ ձեռնպահ քվեարկեց։ Այո։ Դուք խոսակցություն ունեցել եք, թե ինչով էր դա պայմանավորված։ Որովհետև նոյեմբերի 16-ն էր, արդեն պատրաստվում էին ընտրությունների, հոկտեմբերի 2-ն էլ եղել էր, ազգային ժողովը շրջափակվել էր, արդեն պարզ էր, թե ովքեր են այս իշխանությունները, այնպես չէ, որ մոլորված էին։ Իմ խոսքում ես նշեցի չեզոքների մասին, խոսքս հենց Բարգավաճ Հայաստանի մասին էր։ Ցավոք, դա շատ գանձվունքային ժամանակաշրջան էր եւ անորոշության ժամանակաշրջան էր, որքանով էլ որ արդեն նշмарված էր, որ գնում ենք դեկտեմբերի 6-ին, եթե չեմ սխալվում, նոր ընտրությունների, բոլոր քաղաքական ուժերը փորձում էին իրենց գտնել այդ քաղաքական ներքնապնակում եւ ինչու՞ չէ պահպանել իրենց տեղերը։ Ես չեմ մեղադրում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որ նա փորձում էր ինչ-որ սիրաշահել Նիկոլ Փաշինյանին, բայց այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, երբ փողոցում նախարարները պաշտոնից զրկվեցին, աննախադեպ բան, դուք հիշում եք դաշնակցական падգամավորներին, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ինչ-որ թղթի կտորի վրա կարդում էր նախարարներին, հա, նրանց ազատման հրամաններն էր կարդում, սա հայտարարություն էր, դաշնակցությունը կողմ քվեարկեց նախագծին, ուզում եմ անպայման դա շեշտեմ, եւ խոսքս հենց ոչ թե կոնկրետ Բարգավաճ Հայաստան խմբակցությանն է ուղղված, այլ այդ ժամանակվա Բարգավաճ Հայաստան խմբակցության պահվածքը, չեզոքությունը այսօր աններելի է։ Խոսքս դաշնակցականների մասին, Բարգավաճի մասին չէ իհարկե։ Խոսքս այն բոլոր մարդկանց մասին է, ովքեր փորձում են հիմա պահպանել չեզոքություն։ Հիմա ովքեր են փորձում պահպանել չեզոքություն։ Հիմա ոչ թե քաղաքական ուժերին է ուղղված խոսքս։ Խոսքս ուղղված է մարդկանց, ովքեր լինելով խիստ հականիկոլական սպասում են, որ կլինեն ինչ-որ ուժեր, ովքեր կհեռացնեն Նիկոլին եւ նրանք կսկսեն լավ ապրել։ Այդպիսիները բավականին մեծ թիվ են կազմում։ Շատ մարդիկ, վստահ եմ դուք էլ եք հանդիպել զրույցներում անձնական, ինչ-որ խմբային եւ այլն զրույցներում մեծ դժգոհություն են արտահայտում, բայց երբ հերթը գալիս հասնում է օրինակ փողոց դուրս գալուն, նրանք նստած ինտերնետի առջև սպասում են, որ ինչ-որ մարդիկ պիտի դուրս գան, էդ էլ լավ է, երբ որ սպասում են, որ Հայաստանի միջից ինչ-որ մարդիկ պիտի դուրս գան, կան այնպիսիներ, ովքեր սպասում են, որ ռուսները պիտի փոխեն, ամերիկացիները, չգիտեմ, արևմտյան ուժերը, այլ մոլորակայիններ, այսինքն սեփական պատասխանատվությունը եւ սեփական կշիռը պետք է խիստ գիտակցել։ Եթե Բարգավաճ Հայաստան խմբակցությունը կողմ քվեարկեր նախագծին, մենք ունենայինք լրիվ այլ իրողություն։ Հասկանում եք, չէ՞ որ օրինակս ալեգորիա է։ Նախագիծը չընդունվեց, մենք այսօր հասանք նրան, ինչին հասանք, որ կաթողիկոսի անձը պաշտպանվում է արդեն, կաթողիկոսի ինստիտուտը պաշտպանվում է արդեն, ասենք ինտերնետային գրառումներից, որ
պատրաստվում է գրող, իսկ մի շարք նվիրականներ էլ գնում են գիշերով, կանգնում են, որպեսզի պաշտպանեն խորանը։ Եվ միգուցե հենց դա էլ կասեցնում է այդ նախատեսվածը։ Բնականաբար հենց դա էլ կասեցնում է, որտեղ այս խմբակի կողմից ամեն ինչ սպասելի է եւ ամեն վարքյան է սպասելի։ Եվ գիտեք, ես մտածում եմ, որ այսօր առավոտվա գրողը Շիրակի թեմի վրա հենց խոսում է այն մասին, որ երեք գիշերվանը չստացվեց։ Նրանք ինչ որ մի ձևով պետք է իրենց միջի կուտակված էներգիան բաց թողնեին։ Անդրադառնանք Բագրատ Սրբազանի դեմ կատարվող գործողություններին, ձեր գնահատականը այդ ձայնագրություններ եւ այլն պլան, հեղաշրջման, իդեպ միջազգային հանրությանը նրանք փորձում են հենց այդպես ներկայացնել, որ հիբրիդային պատերազմ է Հայաստանի դեմ, հեղաշրջում էին նախատեսում եւ Հայաստանի իշխանությունները ոչ թե եկեղեցու կամ առանձին եկեղեցականների դեմ են պայքարում կամ ընդդիմադիր գործիչներին են լրացնում, այլ հեղաշրջում կասեցնելով են զբաղված։ Եթե ամեն ինչ այսքան ցավալի չլիներ, կարելի էր հեգնանքով հարցնել, թե հիբրիդայինը որն է, ասենք, արհեստական բանականությունն է մտել պայքարի մեջ, դրա համար է կոչվում հիբրիդային։ Երկու բառ են սովորել, չգիտեն որտեղ կիրառեն։ Բագրատ Սրբազանին ճանաչել է պետք, որպեսզի հասկանալ, թե նա ի վիճակի է գնալ ահաբեկչական գործողություններ կամ բռնուի գործողությունների, թե ոչ։ Ամենավառ օրինակը նրա, որ այս գործը ծայրից ծայր հորինված եւ սարքված է, հենց հունիսի 12-ն է, երբ իշխանությունը ուժ կիրառեց, նռնակներ նետեց, մարդկանց անդամահատ դարձրեց, անդամալույց դարձրեց եւ հենց Բագրատ Սրբազանն էր, որ դրանից հետո փոխեց մարտավարությունը։ Նա չի կարող մարդկանց տանել արյունահեղության։ Ուղղակի չի կարող։ Դա լավ է թե վատ է, հարցի այլ կողմն է։ Նա որևէ մեկից թափված արյունը համարում է իր սեփական պատասխանատվությունը։ Ի վերջո հոգևորական մարդ է։ Այդ ահասարսուր պլանը, որը հորինվել էր ըստ իս եւ որը ներկայացվեց մեր դատին, եւ դրանից հետո քննչական կոմիտեի պես լուրջ կառույցի կողմից 15 նկարով գունավոր ծուխը ներկայացնելը ներողություն իմ եւ ձեր մոտ կարող է ժպիտ առաջացնի։ Կան որոշակի շրջանակներ, ովքեր չեն հասկանում ինչ է այդ գունավոր ծուխը կամ ինչ է նշանակում գունավոր ծուխով ահաբեկչություն անել։ Դա այն ծուխն է, որով Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը մտել էին ազգային ժողով։ Իդեպ շատ հետաքրքիր բան ասեմ, վերջերս եմ դա նկատել, Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը դեղին եւ կանաչ գույնի ծուխով էին մտել, կանաչը գիտեք իսլամական գույն է համարվում, իսկ Սրբազանի մոտից մանուշակագույն էր, որը հայ առաքելական եկեղեցու գույնն է։ Անգամ այստեղ սիմվոլիկան պահպանված է, բայց խոսքը գիտեք ինչի մասին է։ 15 հոգի հենց հիմա կալանավորված է։ Կալանավորված է երիտասարդ կին, որը Տավուշի թեմում ծառայության է եղել եւ որը պարզապես խաղաղության խորհրդանիշ է։ Լիդիա Մանթաշյանի մեջ տեսնել ահաբեկիչ, դա պետք է շատ հիվանդ երևակայություն ունենալ։ Խոսակցությունների մասով։ Հիվանդ երևակայության մասով ինձ թվում է չենք զարմանա, մենք տեսնում ենք այդ հիվանդ երևակայության արտահայտումները տարբեր ձևերով եւ նույնիսկ միջազգային մամուլում ենք խայտառակ լինում արդեն։ Մենք տեսնում ենք, մենք խայտառակ ենք լինում, իսկ ինչ ենք անում մենք։ Տեսեք, Բագրատ Սրբազանի այդ ձայնագրությունները, երբ լսում ես ուշադիր, դնենք մի կողմ սարքված է, թե սարքված չէ, ինչն էր այնտեղ ահասարսուր տերորիստական ակտի մասին, ինչն էր, որևէ նախադասություն, որևէ արտահայտություն, որը ես երբևէ այսքան ժամանակաշրջանում լսել եմ Բագրատ Սրբազանից, երբևիցե չի պարունակել բռնության կոչ։ Մատի փաթաթան են սարքել 15 հոգի գցենք բանտերը, իրենք ուղիղ 15 հոգի կալանավորեցին։ Մատի փաթաթան են ստացել պատի տակ 2 հոգի գյուլել, ինչը ես խորին կասկածներ ունեմ, որ սարքված է, ավելին համոզմունք ունեմ, որ սարքված է, բայց կներեք, որ բակում, որ տաղավարում, որ փողոցում չի խոսվում այդ մասին, եկեք բոլորին կալանավորենք։ Հələ մտեք մի հատ մարդկանց տներ, մտեք խանութներ, մտեք տեղ Փաշինյանի նրա ընտանիքի նրա հոգին պատի տակ գյուլել արտահայտությունը ամենաանմեղն է ինչ կլսեք հասարակ ժողովրդից։ Այստեղ տեղի է ունենում ուղակի ուժերի չափում։ Եկեք չկտրենք, հա, Բագրատ Սրբազանի հանդեպ այս խայտառակ հարձակումը Սամվել Կարապետյանի կալանավորելուց։ Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսնում։ Եվ ամենաուղիղ կապը նաև տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի
մեկնարկային ժամանակից, երբ այս ամենը սկսվեց, նա գնաց Էրդողանի մոտ։ Մենք երբևէ չենք իմանա ինչ խոսացվեց, մենք կանենք ենթադրություններ, մենք կկարդանք թուրքական մամուլը, մենք այդ օրին ենք հասել, մենք փորձում ենք արտասահմանյան մամուլից հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Էրդողանին հյուր, այստեղ սկսվեցին ռեպրեսիաները։ Սկսեցին ռեպրեսիաները եկեղեցու ամենամեծ բարեկամի հանդեպ, Հայաստանի կարևորագույն ռեսուրսներից մեկի էներգակիրներից էլեկտրականությանը տիրապետող անձին նկատմամբ, սա շատ վտանգավոր տենդենց է, որովհետև ներողություն տարիներ շարունակ Թուրքիան բարձրացնում է մեր ատոմակայանի հարցը։ Սա շատ լուրջ հարց է։ Թուրքիան կարմիր գծով, եթե չասեմ 30, ապա գոնե 20 տարի տանում է այն հարցը, որ մեր ատոմակայանը պետք է փակել։ Ու հենց Թուրքիայում գտնվող պահին Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կալանավորվում է հեցի փաստացի սեփականատեր հանդիսացող ամենահարուստ հայը, մարդ, ով խոսում է հայերի ինքնության մասին, եկեղեցու կարևորության մասին եւ Հայաստանի պատմությունը պահպանելու մասին։ Ըստ էության հենց Ամել Կարապետյանին էլ են մեղադրում այս գործընթացների մեջ գործող իշխանությունները, եթե նրանց հայտարարություններն ու հարցազրույցները նայեք, կամ Փաշինյանի Facebook-յան գրառումները, կարմիր թելով հենց դա է անցնում։ Ես վաղուց արդեն չեմ նայում այդ ամենը, բայց բնականաբար հանդիպում եմ տարբեր գրառումներում, թե ինչեր են նրանք խոսել։ Գիտեք, ուղերձ ունեմ ԿՊ-ականներին։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը ինչպես են վարվում Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ։ Տեսեք նրանց հավատարմությունը քաղաքական, տեսեք նրանց հարգանքը քաղաքական, տեսեք ինչպիսի բառամթերք են նրանք օգտագործում մի անձի հանդեպ, ում քաղաքական թիմի կարևորագույն ներկայացուցիչներից են եղել, եւ մի պահ հարց տվեք ինքներդ ձեզ, իսկ ձեր հանդեպ ոնց են լինելու, դուք ինչ վերաբերմունքի եք արժանանալու, նրանք իրենց ղեկավարի հանդեպ են օգտագործում այդ վերաբերմունքն ու բառամթերքը, դուք ենթականերն եք, դուք պատկերացնում եք Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը ինչպես են վաղը վարվելու ձեր հետ, նկատելու են ընդհանրապես ձեզ։ Խելոք հանձնարարություն եք կատարում Facebook-ում, կիսվում եք նրանց գրառումներով կամ ինչ-որ տարբեր միկրոֆոններով հնչեցնում եք նրանց մտքերը։ Բայց մարդիկ էլ կային, որ այդ վերաբերմունքին արժանանալուց հետո են շարունակում Նիկոլ Փաշինյանին պաշտպանել։ Ես այստեղ տեսնում եմ նրանց կախվածությունը Փաշինյանների զույգից։ Դա կարող է լինել շանտաժի արդյունքում, դա կարող է լինել ինչ-որ շահի արդյունքում, բայց այնուամենայնիվ երևի թե ես անուղղելի լավատես եմ, բայց ես ուզում եմ հավատալ, որ դա հոժար կամքով չի լինում եւ առավել եւս այստեղ էլի վերադառնում ենք այն թեմային, որը թողեցինք հետոյի։ Առավել եւս, եթե ԿՊ-ականները ինչ որ բաներից դրդված են գտնվում այս վիճակում, հրաշալի հնարավորություն կա ազատագրվելու։ Տեսեք, իմպիչմենտը թողնենք Նիկոլ Փաշինյանի անձը վերաբերմունքը, գործողությունները եւ այլն, կա օրենք։ Հայաստանը օրենքի պետություն է։ Ազգային ժողովը հայտնում է անվստահություն կառավարությանը եւ վարչապետին այն դեպքում, երբ որ նրանք շեղվում են ծրագրից, որը հաստատված է նույն ազգային ժողովի կողմից։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շեղվել է, այլև կատարել է ճիշտ հակառակը այն կառավարության ծրագրին, որը քվեարկվել է այս ազգային ժողովի կողմից։ Պատգամավորները ուղղակի պարտավոր են հայտնել անվստահություն, որովհետև դրանով չհայտնելով նրանք դառնում են հանցակից։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրում Արցախի մասին ոչ միայն գրում է, որ չպիտի հանձնի, այլ Շուշիի եւ Հադրութի վերադարձ է խոստանում, եւ այդ խոստման արդյունքում է ստանում այն 680,000 քվեները, որոնցից հարցական է որքանն է ռեալ։ Ազգային ժողովը, եթե լռում է
եւ չի հասկանում, որ մարդը շեղվել է, անգամ քննարկում չի կազմակերպում, անգամ հայտարարությունն է մերժում, որտեղ գրված է, որ Նիկոլ Փաշինյանը շեղվել է իր ծրագրից։ Խոսքը նույն հունիսի 12-ի մասին է, հա, երբ եղավ այդ գործողությունները ժողովրդի հանդեպ սրբազան պայքարի օրերի ժամանակ։ Ուրեմն նրանք չեն ընկալում իրականությունը, նրանք չեն պատկերացնում իրականությունը, նրանք չեն պատկերացնում, որ ունեն սահմանադրական պատասխանատվություն, ունեն պարտականություններ։ Ազգային ժողովի падգամավորը միայն իրավունք չէ, նաև պարտականություն է, եւ այստեղ եւս պետք է վերադառնանք ընդդիմության միասնական օրակարգին։ Եթե մենք ունենում ենք միավորված ընդդիմություն իմպիչմենտի շուրջ, ամեն ինչ լավ է ստացվելու։ Ես ուղղակի վստահ եմ դրանում։ Շատ է շահարկվում, որ 34 ստորագրություն, 36 ստորագրություն, չգիտեմ, 54 կողմձայն պետք է մեկնարկել եւ պետք է մեկնարկել միասնական 6 հոգանոց իմպիչմենտի ցուցակը եւ 34 հոգանոց ցուցակը երկու տարբեր ելակետային հիմքեր են։ 34-ին կմիանա, երկուսը կդառնա 36, կարող է 12-ը, կարող է 62-ը, կարող է մարդ չմիանա, ես չգիտեմ, բայց այն, որ ընդդիմությունը այս սարսափելի կալանավորումներից հետո պետք է լինի միասնական, դա միանշանակ է, իրոք միանշանակ է։ Ինչով եք պայմանավորում, որ նույնիսկ հիմա չկա այդ միասնականությունը։ Ես հիմա այս պահին կարող եմ ենթադրել, որ անորոշություն է, որովհետև իրոք երևի թե որևէ մեկի մտքով չէր անցնի Բագրատ Սրբազանի կալանավորումը։ Իսկ Բագրատ Սրբազանի կալանավորումը ըստ իս նաև մեկ այլ նպատակ է հետապնդում, հենց Բագրատ Սրբազանն էր, ով միավորողն էր, ով մարդ էր, ով կարողացավ մի սեղանի շուրջ հավաքել ընդդիմության տարբեր ներկայացուցիչներին։ Հիմա առավել եւս պարտավորվածություն կա միավորվելու, որովհետև եթե Բագրատ Սրբազանը 2 ամիս գոնե ակտիվ փուլից զրկված է լինելու կալանավորման հետ կապված, այս 2 ամսում Նիկոլ Փաշինյանի ձեռքերը քանդված են եւ նա կարող է անել ցանկացած բան, ինչ խոստացել է։ Որ նա նույնիսկ կարող է ամենայն հայոց կաթողիկոսին կալանավորել։ Չգիտեմ, ֆանտաստիկայի ժանրից է այս պահին, բայց Նիկոլ Փաշինյանը իսկ ինչը ֆանտաստիկայի ժանրից չէր։ Ֆանտաստիկայի ժանրից չէր, որ արքիեպիսկոպոսը տերորիստ է։ Ֆանտաստիկայի ժանրից չէր։ Բագրատ Սրբազանի եթե չեմ սխալվում, ես ինձ մոտ գրել եմ Բագրատ Սրբազանի գրքերը կարդացած մարդը եւ Նիկոլ Փաշինյանի գիրքը կարդացած մարդը ուղղակի պատկերացնում է ինչ է կատարվում։ Թուրքական թեզերը դարձել են մեր օրակարգը։ Այլևս որևէ զարմանալի բան չկա, բայց մենք ունենք ընտրություն։ Կամ մենք ապրում ենք թուրքական օրակարգով, կամ մենք ընդվզում ենք թուրքական օրակարգին։ Փառք Աստծո, մեր սահմանադրությունը տալիս է մեզ այդ ճանապարհը, որպեսզի համ իշխանությունների կողմից չլինեն ինչ որ բռնաճնշումներ, որտեղ գրված է սահմանադրության մեջ, եւ մենք հլուհնազանդ չնայենք, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Հայտնի ասացվածք կա, հա, միասին այդ փայտիկները կոտրելու եւ առանձին փայտիկները կոտրելու։ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է կոտրել ամուր փայտիկը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, անում է դա ամենակեղտոտ ձևով։ Նա արդեն հայտարարել է, որ ինչ որ հրոսակախումբ է հավաքում, դա այլ կերպ չի էլ կոչվում, ես ներողություն եմ խնդրում այդ բառը եթերում օգտագործելու համար, բայց դա այլ կերպ չի էլ կոչվում։ Եվ ինչու հնարավոր չէ, որ հարձակվեն։ Հնարավոր էր քաշքշել կաթողիկոսին, հնարավոր էր վեհարանը դարձնել ինչ որ ցածրակարգ ճաշարան, հնարավոր էր այդպիսի արտահայտություններ անել եւ այդ ամենի արդյունքում հələ մի բան էլ պաշտոններ ստանալ եւ խրախուսվել, իսկ կաթողիկոսի վրա այն էլ այս սուր բևեռացման պահին հարձակվելը հնարավոր չէ, իհարկե հնարավոր է։ Այստեղ ես նաեւ հույս ունեմ, որ Մայրաթոռը ավելի սուր եւ ավելի կոշտ դիրք կգրավի, ոչ այնպիսին, ինչպիսին եղավ Բագրատ Սրբազանի կալանավորման եւ դատավարության ժամանակ։ Ես ուղղակի ապշած էի, որ դատարանի դիմաց չկար բարձր հոգեվոր դասը, նրանք պարտադիր այնտեղ պիտի լինեին, որտեղ Բագրատ Սրբազանը առաջին հերթին պայքարում էր նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու պահպանման համար, եւ Բագրատ Սրբազանը նրանցից մեկն էր։ Բագրատ Սրբազանը արքիեպիսկոպոսը
կալանավորվել էր ապօրինի եւ մայրաթոռը անում է հայտարարություն, որ նրանք հետևելու են, որպեսզի դատավարությունը գնա օրենքի սահմաններում։ Իսկ որ դատավարությունն է գնացել օրենքի սահմաններում։ Արմեն Աշոտյանը 2 տարի է զրկված է ձայնի իրավունքից օրենքի սահմաններում։ Տեսեք, կալանավորում են ուժեղներին։ Արմեն Աշոտյանը դրա լավագույն արտահայտումն է։ Արմեն Աշոտյանը մարդ էր, ով տիրապետում էր միջազգային խողովակներին եւ քայլ առաջ գիտեր ինչ են պատրաստվում անել եւ բացի այդ աշխատանք էր տանում նույն արևմտյան կառույցների արևմուտքի։ Բնականաբար ես հենց դրան էլ գալիս էի հայ առաքելական Սուրբ եկեղեցին տիրապետում է միջազգային լծակների եւ կարողանում է կարծիք տարածել եւ աշխատանք կատարել։ Այսինքն միգուցե ես մի քիչ սխալ եմ անում, որ Արմեն Աշոտյանին եւ եկեղեցին մի գծի վրա եմ դնում, ես սա համեմատում եմ Նիկոլ Փաշինյանի համար վտանգները մի հարթության մեջ։ Քանի որ մենք տեսնում ենք, որ բացահայտ անհիմն գործի շրջանակներում Արմեն Աշոտյանի հանդեպ որևէ բան չի փոխվում, ինչու պետք է փոխվի եկեղեցու հանդեպ։ Այն ժամանակ կփոխվի, երբ ժողովուրդը եւ ընդդիմությունը միասնական պայքարի լծվեն, հանուն ոչ թե ընդդեմ։ Իդեպ ձեզ հայտնի է ընդդիմությունը նույն արևմտյան կառույցների հետ աշխատանք տանում է, որովհետև իշխանություններն ակնհայտ տանում են, ամեն կերպ փորձում են այնպես ներկայացնել, որ այստեղ ներգրաված է Ռուսաստանը, ռուսական հետք են փորձում գտնել եւ միջազգային հանրությանը փորձում են ցույց տալ, որ հեղաշրջում են կանխել։ Սա քարոզչություն է հստակ։ Որքանով ինձ հայտնի է, աշխատանք տարվում է եւ տարվում է ոչ մի կողմից, ոչ թե մի ուժից կամ մի բևեռից, այլ տարբեր լծակներ են օգտագործվում, բայց այստեղ արդեն պետք է վերադառնանք մեծ գլոբալ քաղաքականություն եւ գեոպոլիտիկ քաղաքականություն, որտեղ այսօր Հայաստանը իրենից ներկայացնում է հետաքրքրությունների սուբյեկտ։ Այսինքն Հայաստանի մեջ ոչ թե տեսնում են պետություն, որտեղ ժողովրդավարությունն է խարխլված, այլ Հայաստանը այսօր դառել է շահարկումների առարկա։ Հայաստանը ցավով եմ նշում, մի պետություն է, որի մասին խոսում են իր բացակայությամբ։ Եվ տեսնելով արևմտյան հեղինակավոր կառույցների, հեղինակավոր կուսակցությունների, երկրների, ինչու՞ չէ նաև խորհրդարանական հարթակների լռությունը եւ կուրությունը, կարելի է ենթադրել, որ մեծ օրակարգում, միջազգային մեծ օրակարգում Նիկոլ Փաշինյանին տրված է կարտ բլանշ։ Ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գործողությունները Ռուսաստանի կողմից էլ բավականին կոշտ ու արձագանքի չեն արժանանում, ոչ թե որովհետև Նիկոլ Փաշինյանը կատարում է իրենց օրակարգը, այլ Ռուսաստանը այսօր ապրում է իր պատմության ծանր շրջաններից մեկը, եւ այս գեոպոլիտիկ դասավորվածության մեջ Հայաստանը գտնվում է թուրքական տիրապետության տակ, որտեղ մենք տեսնում ենք, որ արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է։ Արդյոք դա բերելու է լավ բանի, խիստ կասկածում եմ, որտեղ երկար ժամանակաշրջան թուրքական պետությունները խոսում են Թուրանի ճանապարհի միավորման մասին, իսկ մեր կառավարության ղեկավարը ասում է, որ Թուրանի ճանապարհի հոսող ջրից մենք էլ պետք է ջուր խմենք։ Ինչ ենք մենք անում, սպասում ենք ջուրը գա հոսի, սպասում ենք, որ միմիկում է մենք խմենք, տեսնենք դա լավն է թե լավը չէ։ 300,000 ադրբեջանցիներին էլ դիմավորենք, տեղավորենք, տեսնենք ինչ է լինում։ Հիմա մենք հեգնանքով ենք խոսում այդ մասին, բայց դա շատ ռեալ է, այնքան ռեալ է, որքան իրականացավ 18 թվականի մեր կանխատեսումը, որ կաթողիկոսը պետք է հատուկ պաշտպանության արժանացած լինի։ Ի վերջո ինչ անել, իմպիչմենտի գործընթաց, թե փողոցային պայքար էլ պետք է լինի ամեն դեպքում։ Երկուսը իրար հետ պետք է լինի։ Երկուսը իրար հետ պետք է լինի լավ մտածված մարտավարություն եւ ռազմավարություն եւ պետք է լինի բաց օրակարգ, հասկանում եք, եթե այս կամ այն ուժին դուր չի գալիս իմպիչմենտը կամ դուր չի գալիս թեկնածուն, որը իդեպ ես կարծում եմ, որ լավագույններից է, կամ ինչ որ մի այլ բան դուր չի գալիս, պետք է նստել, խոսել, հասկանալ եւ միասնական օրակարգով առաջ գնալ։ Տարբեր կամերաների առաջ եւ տարբեր հեռուստաընկերություններում ինտերվյուներ տալու եւ կարծիք արտահայտելու ժամանակը անցել է։ Մենք այլևս չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլ տանք։ Մենք պետք է ունենանք տեսանելի միավորված ընդդիմություն, որը ռեալ պատկերացնում է վտանգի աստիճանը, ուր մենք եկե հասել ենք, ընդդիմություն, որը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ 26 թվականի ընտրություններին գնալ ուղղակի չի կարելի,
որովհետև եթե նա այսպիսի կենացմահու կռիվ է տալիս արդեն եկեղեցու դեմ, պատկերացնում եք ինչ կռվի մեջ է նա մտնելու։ Ես ունեմ ենթադրություն, որ Փաշինյանը չի սպասելու 26 թվականին, հենց ինքը չի սպասելու 26 թվականին։ Նա է արագացնելու եւ տորպեդավորելու գործընթացները։ Դրա համար քայլ առաջ պետք է մենք միավորվենք, քայլ առաջ պետք է մենք կարողանանք ունենալ միասնական ծրագիր, միասնական թեկնածու, միասնական գործողությունների պլան եւ հասկանալ, որ փողոցային պայքարը առանձին չի տալու արդյունք, իմպիչմենտը առանձին չի տալու արդյունք, լինելու է միասնականություն, ինչին եւ գնալու ենք օր առաջ։ Տիկին Կարապետյան, միշտ տեսագրում ենք մեր հաղորդումը, փաստորեն մայրաթոռումել են իրավապահները գործողություններ իրականացնում, ձեր մեկնաբանությունը։ Այն է, ինչ քննարկեցինք ըստ էության ամբողջ հաղորդման ընթացքում։ Այստեղ մի կարևոր բան պետք է նշել, որ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ որ մի խումբ մարդիկ հավատացյալներ պետք է գնան եւ վեհափառին իր բառապաշարով հանեն վեհարանից, փոխարենը գնացին իրավապահները, գնացին ուժային ներկայացուցիչները, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ մի քայլ առաջ հայտնվեց եւ այնինչի դեմ պատրաստվում էր պայքարել ընդդիմությունը եւ հավատավոր ժողովուրդը, փաստորեն փոխվեց իրավական համակարգի, ինչը եւ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ունի ծրագիր, Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնում իր ծրագրից։ Ես հուսով եմ, որ գոնե հիմա տեսնելով այս խայտառակ կադրերը, ինչպես են մեր հոգեվորականները մայրաթոռի բակում կանգնած շփոթված նայում, թե ինչ է կատարվում, գոնե սա կստիպի մարդկանց միավորվելու եւ հենց հիմա շարժվելու էջմիածին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ 168 TV եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։